Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, և թող ձեր բոլորի վրա Հոր, Որդու և Սուրբ Հոգու օրհնությունները լինեն, ձեր բոլորի հետ, որպեսզի դուք միասին կարողանաք Աստծո գոյության վկաները լինել, որովհետև որտեղ էլ որ դուք գտնվեք, ձեր բարեկամները, հարազատները, մտերիմները, ձեր ընկերները բոլորն էլ տեսնելու են դա, տեսնելու են Աստծո փառքը ձեր կյանքում, և Աստված ցանկանում է, որպեսզի նրա անունը փառավորվի մեր կյանքում։ Դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մենք լսում և հնազանդվում ենք նրա ձայնին, նրա խոսքին, և իհարկե, եթե մենք հնազանդվում ենք Աստծո խոսքին, դրա արդյունքը լավ պտուղներն են լինելու, որովհետև դա արդեն խոստացված է, Աստված դա արդեն հռչակել է։ Հռչակել է Իսրայելի ժողովրդի կյանքում։ Եթե դուք կարդաք Իսրայելի պատմության մասին, կտեսնեք, որ Աստված դա իրապես խոստացել է։ Այն ժամանակ Աստված Մովսեսի միջոցով խոսել է Իսրայելի հետ, որպեսզի նրանք հնազանդվեն, լսեն Աստծո խոսքին, և այդ ժամանակ նա իր ուժով դուրս կհանի ժողովրդին Եգիպտոսի ստրկությունից, և նա այդպես էլ արեց։ Իսկ Սինա լեռան մոտ Աստված հաջորդն ասաց. Ուշադիր եղեք, նույնիսկ կարող եք բացել այդ խոսքը, որպեսզի միասին կարդանք։ Երկրորդ օրենքաց 28-րդ գլուխ։ Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։ Հենց այդպես, ինչպես որ գրված է, ամենավերջում, քո Տեր Աստվածը քեզ բոլոր ազգերից վեր կդասի։ Ինչպես որ գրված է, որ Աստված մեզ բարձրացնում է, այնպես էլ նա կարող է թույլ տալ, որպեսզի մենք նվաստանանք։ Նա կարող է թույլ տալ, որպեսզի մենք ամենաներքևում լինենք, և դա մեզանից է կախված, նա մեզ կբարձրացնի, թե ոչ, որովհետև նա այստեղ շատ պարզ է ասում, այդ բոլոր օրհնությունները, այդ բոլոր խոստումները կկատարվեն քո կյանքում, եթե հնազանդվես քո Տիրոջ ձայնին և կատարես նրա բոլոր պատվիրանները։ Միայն այդ ժամանակ քո Տեր Աստվածը քեզ բոլոր ազգերից վեր կդասի։ Հարկավոր է այստեղ ուշադիր լինել։ Ձեր բոլոր հարևանների, բարեկամների, մտերիմների և ընկերների միջև Աստված ձեզ բարձրացնելու է։ Դուք ամենաբարձրն եք լինելու։ Միայն այն պատճառով, որ հնազանդ եք Աստծո խոսքին։ Դա չի լինելու, որովհետև դուք նրանցից լավն եք։ Այստեղ հարցը բախտի մեջ չէ։ Երբ մարդիկ ասում են, իմ բախտը բերեց, սա ինձ հետ եղավ։ Այդ ամենը հիմարություն է, ուշադրություն մի դարձրեք դրանց։ Ոչ մի բախտ էլ չկա։ Դա հենց մարդն է որոշում իր ապագան, որոշում, թե ինչպիսին է լինելու իր կյանքը։ Ուրեմն ուշադիր եղեք, ձեր ապագան դուք եք որոշում, և այլ կերպ չի լինում։ Աստված մեզ իմաստություն և միտք է տալիս, որպեսզի մտածենք դրա շուրջ։ Իմաստություն է տալիս, որպեսզի իմանանք, թե ինչպես ճիշտ որոշում կայացնենք մեր կյանքում, ինչպես նաև լավ ընտանիքը ձեր սրտի ցանկություններից կախված չէ։ Մարդը լավ ընտանիք է ունենում ոչ թե այն պատճառով, որ ասում է այսպես. Ես սիրահարվեցի իմ կնոջը, այդպես մենք ամուսնացանք և մեր ընտանիքը շատ լավն է։ Միայն այդ սերը բավական չէ։ Լավ ընտանիք ունենալը ձեր որոշումներից է կախված, ձեր ընտրություններից, և ամենակարևորը, որպեսզի դուք հնազանդվեք Աստծո խոսքին, և այդ ժամանակ Աստված ճիշտ մարդու կբերի ձեր կյանք,
Եվ դուք այստեղ երկրի վրա երջանիկ կլինեք։ Նույնիսկ եթե նեղությունների միջով անցնեք, միևնույն է դուք երջանիկ կլինեք, որովհետև բոլոր մարդիկ էլ նեղությունների միջով են անցնում։ Բոլորի կյանքում էլ կան դժվարություններ, խնդիրներ։ Կարևոր չէ Աստված մարդու հետ է թե ոչ, մարդը միևնույն է նեղության միջով է անցնելու։ Եվ պատկերացրեք, մենք ապրում ենք այն աշխարհում, որը Աստծո թշնամին է։ Մեկ օրինակ բերեմ։ Պատկերացրեք հարսնացուն իր սպիտակ մաքուր զգեստով գնում է շուկա, որպեսզի առևտուր անի։ Շուկա, որտեղ տարբեր մսեր կան, ձկներ։ Դա այն վայրն է, որտեղ ուտելիք են վաճառում։ Անհնար է, որպեսզի հարսնացուն իր այդ սպիտակ զգեստը չկեղտոտեցնի։ Հաստատ ինչ-որ կերպով հարսնացուի զգեստը կկեղտոտվի։ Ուրեմն անհնար է ապրել այս աշխարհում, ունենալով այդ սպիտակ զգեստը, որովհետև մենք դեռ այս աշխարհում ենք։ Ուրեմն, եթե մենք Աստծո խոսքի մեջ մնանք եւ հնազանդվենք նրա խոսքերին, եւ գիտեք, դա ինչ-որ անձնական բան է։ Ոչ ոք ձեր փոխարեն չի կարող հնազանդ լինել Աստծո խոսքին։ Դա ձեր անձնական որոշումն է։ Նույնպես էլ դուք չեք կարող ասել, որ ես իմ բարեկամի կամ իմ մտերիմի փոխարեն հնազանդվում եմ, ես հավատում եմ նրա փոխարեն։ Այդ ամենն անձնական է։ Շարունակենք կարդալ այս խոսքը։ Տերը հետո ասում է. այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։ Եվ այստեղ տարբեր օրհնություններ են նշված։ Օրինակ, նրանցից առաջինը. դու օրհնյալ կլինես քաղաքում և օրհնյալ դաշտում։ Եթե դուք ասում եք. ինձ ավելի շատ դուր է գալիս քաղաքը, ես սիրում եմ քաղաքում ապրել, և դուք հնազանդվում եք Աստծո ձայնին, դուք կօրհնվեք այդ քաղաքում։ Բայց եթե մարդն ասում է. ես քաղաքը չեմ սիրում, ես գյուղում եմ ապրում և ինձ այստեղ դուր է գալիս, այդպիսի մարդն էլ եթե հնազանդվի Աստծո խոսքին, նա կօրհնվի այդ գյուղում։ Հետո ասվում է. օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, քո կովերի ծնունդը և քո ոչխարների հոտերը։ Այստեղ նշված է այս խոսքում, որ նույնիսկ ձեր երեխաներն օրհնված կլինեն։ Որովհետև եթե մենք հիմա նայում ենք, որոշ երեխաներ ավելի շատ անեծք են իրենց ծնողների համար, քան օրհնություն, բայց դա այն պատճառով չէ, որ միայն երեխաներն են մեղավոր։ Երբ ծնողները չունեն այդ օրհնությունը, երբ չեն փոխանցում իրենց երեխաներին, երեխաներն անեծքի և խնդիրների մեջ են մեծանում, որովհետև ծնողները երեխաների համար պատասխանատու են։ Ուրեմն, երբ դուք հնազանդվեք Աստծո խոսքին, ձեր երեխաներն օրհնված են լինելու։ Եվ ինչպես որ գրված էր. քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, քո կովերի ծնունդը և քո ոչխարների հոտերը։ Այլ խոսքերով, դա ձեր աշխատանքն է ներկայացնում։ Այն աշխատանքը, որը դուք ունեք, բարգավաճելու է։ Օրհնյալ կլինեն քո կորովը և քո խմորի տաշտը։ Ձեր սեղանն աղքատ չի լինելու, ձեր կյանքն աղքատ չի լինելու, Աստված ձեզ կարիքի մեջ չի թողնելու։ Եվ այստեղ գրված է. օրհնյալ կլինես դու մտնելիս և օրհնյալ կլինես դուրս ելնելիս։ Տեսնում եք, այստեղ շատ օրհնություններ կան, որն Աստված խոստացել է, և սա հնարավորություն է տալիս, որ մարդու կյանքն այս երկրի վրա օրհնված լինի։ Բայց իհարկե, մարդու կյանքում խնդիրներ են լինելու։ Չնայած այդ բոլոր խոստումներին, այդ օրհնություններին, մարդը միևնույն է նեղության միջով է անցնելու։ Որովհետև միայն լսելով և կատարելով Աստծո խոսքը, մենք արդեն այս աշխարհին դեմ ենք գնում։ Դեմ ենք գնում այս աշխարհի կանոններին։ Բոլորն էլ գիտեն, թե որն է այս աշխարհի նորաձևությունը։ Կախվածությունները, խմիչքը, թմրանյութը, այս ամենը մարդիկ տարածում են ամբողջ աշխարհում։ Եվ կան շատ միամիտ մարդիկ, ովքեր ընկնում են այդ ամենի մեջ։
նույնիսկ մահանում են այդ ամենի ընթացքում։ Ուրեմն մենք ապրում ենք այս աշխարհում և տեսնում ենք, որ մեծամասնությունը տառապում է։ Իհարկե, այդ տառապանքը չի լինելու նրանց կյանքում, ովքեր Աստծուն են պատկանում, ովքեր հնազանդվում են նրա խոսքին։ Բայց այդպիսի մարդկանց կյանքում նույնպես նեղություններ է լինելու։ Նրանց կյանքում, ովքեր հավատարիմ են Աստծուն, ովքեր կատարում են նրա խոսքը, այդպիսի մարդիկ նույնպես նեղությունների միջով են անցնելու, և դա շատ օգտակար է նրանց համար, որպեսզի մարդը հոգեպես աճի։ Հարկավոր է, որպեսզի մենք հասուն լինենք մեր հավատի մեջ։ Պողոս առաքյալը սովորեցնում է դա։ Եթե դուք Հռոմեացիների 5-րդ գլուխը բացեք, կարող ենք միասին կարդալ հիմա առաջին խոսքից. Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այլ խոսքերով, մենք ներումը Աստծուց հավատով ենք ստանում։ Մենք Աստծո հետ խաղաղություն ունենք, երբ իմաստուն հավատ ենք արտահայտում։ Դա այն հավատը չէ, որը հիմնված է զգացմունքների վրա։ Երբ մարդն այս պահին իրեն լավ է զգում, նա ինչ-որ լավ զգացմունքներ ունի և ասում է. «Ես հավատում եմ, ամեն ինչ լավ է հիմա»։ Նրանք այն մարդիկ են, ովքեր Հիսուսի մասին են խոսում, բայց լրիվ հակառակ կյանքով են ապրում։ Հարկավոր է, որպեսզի ձեր հավատը Աստծո խոսքի վրա հիմնված լինի։ Մենք ապրում ենք հիմնվելով այդ խոսքի վրա, և մենք արդարացված ենք Աստծո առաջ մեր հավատով։ Եթե իհարկե մեր հավատն իմաստուն հավատ է, զգացմունքային հավատ չէ, և մենք Աստծո հետ խաղաղություն ունենք Տեր Հիսուսի միջոցով։ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ Ուրեմն մենք ներում ենք ստացել և խաղաղության մեջ ենք ապրում Աստծո հետ։ Ամենակարևորը դա է, որ մենք Աստծո հետ խաղաղություն ունենք։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում, գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը փորձառություն, իսկ փորձառությունը հույս։ Այդպիսի մարդիկ ուրախանում են նեղությունների համար։ Մարդիկ, ովքեր հնազանդ են Աստծուն, ովքեր իրենց կյանքը հիմնել են Աստծո խոսքի վրա, նրանք ուրախանում են, երբ նեղություններ են առաջանում իրենց կյանքում, որովհետև այդ նեղությունների միջոցով մարդը համբերություն է ձեռք բերում։ Հենց այդպես, համբերություն։ Ես նույնպես կարող եմ դրա մասին ասել։ Այսքան ժամանակ Աստծուն ծառայելով, այնքան դեպքեր է եղել, որ պետք էր համբերություն ցույց տալ, և փառք Աստծուն դրա համար, որովհետև անհնար է, որպեսզի այս աշխարհում ինչ-որ բան չքննադատի մեզ։ Կարևորն այն է, որ մենք մեզ հետ և Աստծո հետ խաղաղություն ունենանք։ Այդ ժամանակ մենք հասկանում ենք, որ այդ նեղությունները օգտակար են մեզ համար։ Հենց այդպես է Աստված աշխատում մեզ հետ։ Աստված շատ համբերություն ունի։ Նա շատ համբերատար է, և նա, ով Աստծուց է ծնվել, իհարկե նա հանդիպելու է տարբեր նեղությունների, խնդիրների։ Այդպիսի մարդիկ գիտեն, այդ նեղությունները չեն առաջանում այն պատճառով, որ մարդը մեղքի մեջ է ընկնում, կամ էլ չի հնազանդվում Աստծուն, որովհետև իրական խոստումները, բոլոր օրհնությունները, որ Աստված խոստացել էր, դրանք շարունակվում են մարդու կյանքում։ Այդ օրհնությունները չեն դադարում, բայց մարդը միևնույն է պետք է անցնի նեղությունների միջով, որպեսզի նա հավատի մեջ երեխա չլինի, որպեսզի հավատի մեջ այդ տարբերությունը լինի, որպեսզի մարդը զարգանա։ Եվ Աստված թույլ է տալիս, որպեսզի հավատացյալներն անցնեն նեղությունների միջով, և դրանց միջոցով մարդու հավատը ավելի հասուն է դառնում։ Եվ գիտեք, իմ ընկերներ, ինչպես որ այստեղ ասում է, որ այդ նեղությունների միջոցով մենք համբերություն ենք ձեռք բերում, համբերության միջոցով փորձառություն։ Ես ինքս արդեն 61 տարի է հավատի մեջ եմ, և կարծում եմ, որ գոնե մի քիչ փորձ ունեմ արդեն։
Եվ այդ մեր փորձը ավելի ու ավելի է մեծացնում մեր հույսը, եւ դա նեղությունների միջոցով է եղել։ Այդ համբերությունը, փորձառությունը եւ հույսը նեղությունների միջոցով է առաջանում մեր կյանքում, որովհետեւ երբ մարդը փորձառու չէ, նա շատ հիմար բաներ է անում, շատ սխալներ է թույլ տալիս, բայց երբ մենք հավատով ենք ապրում, մենք ավելի համբերատար ենք դառնում, եւ դա մեզ փորձառություն է տալիս, եւ դա շատ հիանալի է, դա մեծ հարստություն է, որ մարդը կարող է ունենալ, մեզ համար դա հարստություն է, եւ դա շատ կարևոր բան է, եւ դա մեզ պաշտպանում է, մենք ամուր ենք կանգնած դրա միջոցով, ուրեմն իմ ընկերներ, եթե դուք հասկանում եք, որ ձեր նեղությունները օգտակար լինելու համար են, այսինքն երբ նեղությունը ձեր մեղքի պատճառով չէ, երբ նեղությունն այն պատճառով չէ, որ դուք չեք հնազանդվել Աստծուն, լինում են նեղություններ, որոնք ձեզ ավելի համբերատար եւ փորձառու դարձնելու համար են։ Եթե դուք անցնում եք հենց այդպիսի նեղությունների միջով, ուրեմն մի դժգոհեք։ Փառք Աստծուն դրանց համար։ Դրանք նրանց համար են, ովքեր հավատի մեջ են։ Ովքեր հավատով չեն ապրում, նրանք շատ խնդիրներ կունենան։ Եվ ցավոք, մենք նրանց փոխարեն ոչինչ չենք կարող անել։ Ես ինքս քարոզում եմ խոսքը։ Եթե մարդը ապաշխարի, ընդունի խոսքը եւ հնազանդվի այդ խոսքին, նա կհաղթահարի իր խնդիրները, համբերություն եւ փորձ ձեռք կբերի։ Եվ վերջի վերջո այդ հույսը կունենա։ Ուրեմն իմ ընկերներ, թող Աստված ձեզ ավելի ու ավելի շատ օրհնի։ Ծառայության ժամանակ մենք ավելի շատ կզրուցենք այդ թեմայի մասին։ Այն նեղությունների մասին, որոնք մեզ ավելի հասուն են դարձնում, որոնք ամրացնում են մեզ։ Երբ դուք չեք ընկնում, չեք սխալվում եւ մեղքի մեջ չեք ընկնում, այլ ամուր ձեր հավատով ապրում եք։ Չնայած այն բոլոր նեղություններին, որ այս աշխարհում կան։ Մինչ մյուս հանդիպում իմ ընկերներ։